Պարոն Ալեքսանյան, ազգային ժողովի նախագահը դեռ չի մասնակցել քվեարկությանը, նա մասնակցելու է, թե ոչ։ Ոչ, պարոն Ռուբինյանը չի մասնակցի, վաղը ենթադրում գուցե կարողանա մասնակցել նիստերին արդեն։ Ճիշտ է, որ վիրահատվել է պարոն Թեթև առողջական խնդիր է, կվերականգնվի, կգա թեթև առողջական խնդիրը։ հեռացվել, ճիշտ է։ Դե այդ բժշկական տեղեկատվությունը թույլ տվեք ես չտրամադրեմ, հիմա լավ ազգում նախագահ, ոչ մի լուրջ բան չկա, այսքանը կարող եմ ասել։ Վերադառնա, Այո, եթե վիրահատություն է։ տվեք մանրամասները չասեմ, հարգելի գործընկերներ։ Պարոն Ալեքսանյան, քանի որ արդեն ընտրություններն են եւ խմբակցության ղեկավարը քաղաքացիական պայմանագրի հայտարարել է, որ դուք որոշումը կկայացնեք 12 տեխնացությունների քննարկումից հետո, արդյոք ունեք որոշում մասնավորապես 4 ընդդիմադիր տեխնացիաների։ Թե մեր որոշումը եւ թե դրա մոտիվացիոն մասը կներկայացնենք ընտրություններից հետո։ Հետո մինչև հաշվարկը, թե հաշվարկից հետո մենք էլ կտեսնենք։ Հաշվարկից հետո կներկայացնենք մեր մոտեցումները առհասարակ։ Պարոն Ալեքսանյան, կներեք, դուք Որտեւ ես կներեք ավարտեմ, պարոն Կիակոսյան, որտեւ ես գիտեմ, որ կա քաղաքացիների ստվար զանգված, որ մեզնից խնդրում է չընտրել ընդդիմադիր տեխնացուներին եւ կա ընդդիմադիր քաղաքացիների մի հստակատված, որը պահանջում է ընտրել ընդդիմադիր տեխնացուներին, այսինքն այս մասով բնականաբար մեր քաղաքացիները պետք է ստանան պարզաբան։ Ճիշտ եմ հասկանում, որ որոշ ընդդիմադիրների վերաբերյալ ունեք ընտրելու, որոշների չընտրելու որոշ։ Դուք խնդրում եմ հասկացեք այն ինչ ես ասում եմ, իսկ ես ասում եմ, որ մենք դա կմեկնաբանենք ընտրություններից հետո։ Պարոն Ալեքսանյան, ընտրությունների ընթացքում Մեր ընդդիմադիր գործընկերները, հարգելի լրագրող գործընկերներ, մեզ մեղադրում են նրա մեջ, որ մենք ընտրություններից 5 ժամ հետո ընտրությունների նախնական արդյունքի վրա հենվելով հայտարարել ենք մեր հաղթանակի մասին։ Հիմա պատկերացնում եք ընտրությունների ընթացքում։ Պարոն Ալեքսանյան, ասելու եք ունի խմբակցություն ընդդիմադիրների վերաբերյալ։ Հարգելի դեպքում ասեցիք, որ ապահովել է քաղաքական որոշում։ Այո, դա այլ քաղաքական իրավիճակ էր, սա այլ քաղաքական իրավիճակ է, պարոն Կիրակոսյան, եւ մենք կներկայացնենք դա ընտրություններից հետո։ Պարոն Ալեքսանյան, երեկվա միջադեպից հետո Դավիթ Ղազինյանի վերաբերյալ դուք փոշմանել եք, որ պետական պահպանության ծառայողներին ներս եք հրավիրել դահլիճ։ Իսկ մենք այդ հարցին անդրադարձանք դահլիճում, թե ես, թե պարոն Ղազինյան, հիմա չեմ ուզում լրացուցիչ այս հարցին էլի այս հարցը դնենք վերցնենք, կներեք այս արտահայտության համար, ամեն ինչ հարթված է, ինձ թվում է ամեն ինչ եղել է ուղիղ եթերում, կարող եք հետևություններն անել։ Պարոն Ալեքսանյան, քանի որ օրինակ ընդդիմադիրներին ենթադրաբար չընտրելու դեպքում նորից առաջադրումներ պետք է լինեն եւ քանի որ ժամկետները այսպես ասած սեղմում են, համենայն դեպս ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված կառավարության ծրագրի քննարկման մասին է խոսքը, արդյոք օրինակ դրանով պայմանավորված դուք կընտրեք բոլոր Ես չեմ կարծում, որ հիմա նորից պետք է էլի վերադառնանք նույն հարցին, որը արդեն 3 անգամ հնչեց։ Կառավարության 5-ամյա ծրագրում նշվում է